Ողջույն սիրելիներս, քանի որ պահքի շրջան է, այսօր ներկայացնելու եմ շատ համեղ պահքի աղցաններ։ Առաջինը սմբուկով աղցանն է, այսպես երկար կտրտում ենք եւ կտրտելուց հետո աղ ենք ավելացնում։ Աղի քանակը չեմ կարող նշել, ուղղակի այսպես աղը ընդհանուր մի փոքր ավելացնում ենք եւ մի կողմ ենք դնում, որպեսզի մնա 30 րոպե։ Իսկ ընթացքում մեկ պղպեղը վերցնում ենք եւ կտրտում։ Աղցան ավելի գեղեցիկ է ստացվում, երբ որ այսպես երկարավուն է կտրտված, այնուհետև մեկ գլուխ սոխը կիսալուսնաձև կտրտում ենք, այդ ընթացքում սմբուկի դուրս տված այդ հյութը քամում ենք եւ անձեռոցիկի վրա ենք տեղափոխում։ Տաքացնում ենք թավան եւ ավելացնում ենք բուսայուղը։ Բուսայուղի մեջ պետք է տապակենք այնքան ժամանակ, մինչև որ ահա այսպիսի երանգ ստանա սմբուկը։ Հիմա տապակում ենք սոխը, այնքան ենք տապակում, որպեսզի այսպիսի գեղեցիկ երանգ ստանա, ավելացնում ենք տապակած սմբուկի վրա եւ նաեւ տապակում ենք կարմիր պղպեղը, իմիջիայլոց ընթացքում չեմ ավելացրել բուսայուղ, այդ նույն բուսայուղում ենք բոլորը տապակում։ Այստեղ ավելացնում ենք բուսայուղ եւ ավելացնում ենք քացախ, բայց բալզամիկ քացախ է եւ այս թանձրուկը շատ համեղ համ է հաղորդելու մեր աղցանին։ Ավելացնում ենք սև պղպեղ, աղ եւ մի փոքր հալեպի պղպեղ կծու լինելու համար եւ նաեւ սխտոր։ Վերջում ավելացնում ենք քունջութի սերմերը։ Մի լավ խառնում ենք եւ այս թանձրուկը ավելացնում ենք մյուս բաղադրիչներին։ Ավելացնում ենք մաղադանոս եւ համեմ, մանր կտրտած եւ կխառնենք, կթողնենք աղցանը մնա 10-ից 15 րոպե, որպեսզի համերը խառնվեն եւ մեր շատ համեղ աղցանը պատրաստ կլինի 15 րոպեից։ Հաճախ եմ պատրաստում այս աղցանից, իսկապես շատ համեղ է ստացվում, դուք էլ փորձեք հենց այս բաղադրատոմսով, պահքի շրջանում շատ հագեցնող եւ շատ համեղ աղցան է։ Հիմա անցնենք հաջորդ աղցանին։ Երկրորդ աղցանը մանուշակագույն կաղամբով եւ բանջարեղենով աղցանն է։ Նախապես մանուշակագույն կաղամբը բարակ կտրտել եմ, ավելացնում եմ պղպեղը եւ այնուհետեւ քերիչով անցկացրած գազարը թարմ վիճակով է։ Այնուհետեւ ավելացնում ենք եգիպտացորենը եւ կավելացնենք մանր կտրտած մաղադանոսն ու համեմը։ Այս ամենը մի կողմ ենք դնում եւ ահա այստեղ ունեմ մի փոքր բուսայուղ ու կիտրոնի հյութ, ավելացնում եմ աղ ու պղպեղ, մի լավ կխառնենք, որպեսզի բոլորը միասին խառնված լինեն եւ կավելացնենք աղցանին։ Ավելացնում ենք եւ մի լավ խառնում։ Խառնելուց հետո կարող եք թողնել մնա 5 րոպե եւ վայելել այս համեղ ու առողջարար վիտամիններով հարուստ աղցանը։ Սիրելիներս, պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք։ Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, ստախոսությունից, հայհոյանքներից եւ այլ մեղքերից։ Սիրելիներս, պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք։ Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, ստախոսությունից, հայհոյանքներից եւ այլ մեղքերից։ Անցնենք հաջորդ աղցանին։ Հաջորդ աղցանը բրոկլիով անչափ համեղ ու առողջարար աղցան է։ Եռման ջուր ենք ավելացնում բրոկլիի վրա, թողնում ենք մնա 3-ից 5 րոպե, այնուհետև հանում ենք ջրից եւ ավելացնում սառը ջուր։ Սառը ջրում պահում ենք մի քանի րոպե, այնուհետև ջուրը քամում ենք եւ պետք է կտրտենք բրոկլին։ Այն չափի կտրտեք, ինչքան որ հարմար է գտնում, ես ահա այսպիսի չափի եմ կտրտել բրոկլին։ Այնուհետև ավելացնում ենք մանր կտրտած սոխը։ Սոխը կարող եք նաև կանաչ սոխ օգտագործել, որովհետև կանաչ սոխով նույնպես պատրաստել եմ եւ շատ համեղ է ստացվում։ Ավելացնում ենք քերիչով անցկացրած գազար եւ նաև ավելացնում ենք մանր կտրտած համեմ եւ մաղադանոս։ Ավելացնում ենք աղն ու պղպեղը ըստ ճաշակի, այնքան ավելացրեք, ինչքան ձեր քիմքին է հաճելի եւ նաեւ ավելացնում ենք կիտրոնի հյութը, մի փոքր կարող եք նաեւ ձիթապտղի յուղ ավելացնել եւ լավ խառնում ենք։ Խառնելուց հետո կարող եք թողնել մնա 10 րոպե եւ վայելել այս շատ առողջարար ու համեղ աղցանը։ Դե ինչ, անցնենք հաջորդ աղցանին։ Այս աղցանը նույնպես իմ ամենասիրելի աղցաններից մեկն է, որը որ իրոք հագեցնող է եւ պահքի համար ամենահամեղ աղցաններից մեկն է։
Անցնենք աղցանի պատրաստման ընթացքին։ Այստեղ ունեմ կարմիր խաշած լոբի, ավելացնում եմ կարմիր պղպեղը եւ նաեւ գազարը։ Երկուսն էլ թարմ վիճակով է։ Ավելացնում ենք կարմիր սոխը երկար կտրտած եւ այնուհետեւ կավելացնենք մաղադանոսն ու համեմը։ Հիմա պատրաստենք թանձրուկը։ Բուսայուղի վրա ավելացնում ենք բալզամիկ քացախը, այնուհետև սխտորը եւ ավելացնում ենք այստեղ կա աղ պղպեղ, խմելի, սունելի եւ այս բոլորը պետք է միասին խառնենք։ Անուշ բուրմունք է տարածվել, այս ամեն բոլորը համեմունքները խառնելով իրար, հիանալի հոտ է տարածվել խոհանոցում։ Ահա տեսնում եք ինչպիսի թանձրուկ ստացանք։ Հիմա կավելացնենք մյուս բաղադրիչներին եւ կխառնենք։ Մեր աղցանը պատրաստ կլինի։ Իսկապես շատ համեղ աղցան է ստացվում այս բաղադրիչների խառնուրդով։ Դուք էլ պատրաստեք այս համեղ աղցանից, պատրաստվում է շատ արագ եւ իհարկե հագեցնող ու համեղ է։ Շնորհակալ եմ սիրելիներս ձեր բոլոր մեկնաբանությունների եւ ջերմ խոսքերի համար, որ միշտ գրում եք մեկնաբանության դաշտում։ Սիրելիներս արդեն իսկ պատրաստ է եւ տեղափոխել եմ մատուցվող ափսեի մեջ։ Հիմա անցնենք հաջորդ աղցանին։ Հաջորդ աղցանը ամենասիրելի աղցաններից մեկն է, որը որ ամենապարզ ու հասարակ աղցանն է, բայց բոլորս էլ պատրաստում ենք շատ հաճախ։ Դե ինչ, սկսենք պատրաստելը, երևի արդեն իսկ կռահեցիք, որ բոլորի սիրելի աղցանն է կաղամբով եւ գազարով աղցանը։ Նախապես կաղամբը կտրտում ենք այն չափին, ինչքան որ դուք ցանկանում եք։ Ես սիրում եմ, որ ավելի բարակ կտրտված լինի, բայց կարող եք ավելի հաստել կտրտել կամ ինչպես որ ցանկանում եք։ Գազարը քերիչով անց ենք կացնում եւ այնուհետեւ կտրտում ենք մեր սիրելի կանաչիները։ Ես այս աղցանի մեջ նախընտրում եմ կտրտել մաղադանոս եւ համեմ։ Սա այն աղցաններից է, որ կարելի է ասել հստակ բաղադրատոմս չունի, որովհետև ամեն մեկը իր տարբերակով է պատրաստում։ Հիմա կարմիր սոխը կկտրտեմ, շատ հաճախ նաև կանաչ սոխով եմ պատրաստում, ուղղակի սպիտակ սոխ եմ ավելացնում, ձեռքի տակ ինչ ունեմ, այս աղցանի մեջ կարելի է ասել ավելացնում եմ, բայց ամենապարզ տարբերակը հենց այսպես է՝ գազարը, կաղամբը, կանաչիները, սոխը եւ կավելացնեմ աղ ու պղպեղ։ Նաև պետք է ավելացնենք բուսայուղ եւ մեր աղցանը պատրաստ կլինի։ Սիրելիներս, շնորհակալ եմ ձեր բոլոր դիտումների, լայքերի համար եւ անպայման մեկնաբանության բաժնում ես կդնեմ բոլոր աղցանների բաղադրիչների քանակը։ Եթե հավանել եք տեսանյութերը, խնդրում եմ մի մոռացեք սեղմել լայք, իսկ եթե առաջին անգամ եք իմ ալիքում, խնդրում եմ սեղմեք բաժանորդագրման կոճակին, նաև զանգակ կոճակին, որպեսզի ստանաք ծանոցում իմ նոր տեսանյութերի։ Շնորհակալություն, ցտեսություն։